անտեսանելին տեսնելու կարողությունը, հույս ունենք և հավատում ենք, և այս հավատք, այս հույսը ապացուցում է, որ կա, եթե չկա, ինչին ենք հավատում։ Մի անգամ մի պրոֆեսոր իր աշակերտներին փորձում էր աթեիզմ, անաստվածություն ապացուցել, ասեց նայեք, Աստված չկա, և այդ ուղղությամբ և 10 գիրք ունեմ գրած, 10 գիրք գրել եմ ապացուցելու, որ Աստված չկա։ Աշակերտներից մեկը ասեց, պարոն պրոֆեսոր, միակ բժիշկի գնա, դες նորմալ ես, ամեն ինչ լավ է, ինչ նկատի ունես, ասեց, չեղած բանի դեմ, եթե 10 գիրք ես գրել, որ չկա։ Մտածում ես, որ նորմալ է կողոտ ամեն ինչ, չկա, 10 գիրք ինչ ես գրել, քո պայքարելով արդեն իսկ դու ապացուցում ես, որ կա։ Նույնիսկ աչքերս փակ կքայլեն, կարող ենք ասել։ Մենք հավատքով ենք գրում և ոչ թե տեսողությամբ։ Այսօր ցավոք սրտի շատերի հավատքը տեսողությամբ է պայմանավորված։ Տեսնենք հավատանք, այդպես չի։ Առաքյալն ասում է մենք չտեսած բաներին ենք հավատում։ Հույսով գնում ենք առաջ և ընթանում ենք ոչ թե տեսնելով։ Տեսնելով արտաքին մարդը օրե-օր ծերանում է, օրե-օր հիվանդանում ենք, գնում ենք դեպի գերեզման։ Միջալով ֆորեսլով եթե գնում ենք երկինք, սա հավատք է։ Աստծո հետ նույնիսկ աչքերս փակ կքայլեն։ Եվ այդպես էր։ 5 տականին նայեք, Աբրահամից սկսած, գնում են չգիտեն ուր, քայլում են չգիտեն ուր, Աստված ասում է արի և գնում են, անապատով 40 տարի։ Հովանու 20-29-ի մեջ Տեր Հիսուսը ասաց նրան, հավատացիր, քանի որ տեսար ինձ, երանի նրանց ովքեր կհավատան առանց տեսնելու։ Ում ասեց? Թովմասին և մեզ։ Երանի մեզ, որ չտեսած, ինչ ենք անում, հավատում ենք։ Որտեղից մեր հավատքը ուժեղացնենք, այս կնոջ հավատքը մեծ էր։ Ոնց մեծացնենք, ինչ վիտամիններ տանք, որ մեր խոսքից, Աստծո խոսքը լսելով է, որ մեր հավատքը կսնվի, առողջ կլինի, կմեծանա և կշատանա։ Հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Մի անգամ հովիվը մեկին ասեց, չես գալի եկեղեցի, ընտիր խոսք, քարոզներ ա գնում, ամեն կիրակի Աստված խոսում է մեր բերանով, չես գալի, ասեց ես տունը կարդում եմ հովի ջան, ասեց կարդալով չի հավատքը, լսելով է գրված։ Աշուշտ կատակարեց, ստե ինչ է գրված, գրվածը հավատքը ինչից է, կարդալուց է գրած, լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Հավատում է ինչ, հավատա կտեսնես, տեսնեմ կհավատամ, տեսնես բոլորը կհավատան, արդեն ուշ կլինի, էդ էլ կլինի մի օր, բայց որ տեսնենք էլ հավատալ չի, արդեն իրականություն է։ Օգոստինոսն ասել, ես ուզեցի հասկանալ, որպեսզի հավատամ, բայց երբ հավատացի, այն ժամանակ ինչ հասկացա։ Ուրեմն հավատքը ավելի հեռու գնացող ճանաչողությունը, քան հասկացողությունը։ Շատ բաներ ես չեմ հասկանում, չեմ էլ հասկանա, բայց հավատքը շատ հեռու է գնում, գիտե որ երկինքում քաղաք կա, ինձ համար պատրաստված տեղ կա, մի օր պիտի իջնի Տերը, պիտի գա իմ հետևից, էսի խելքի բան է, կանամ հասկանա, բացատրել կարելի է սա հավատքն է։ Հավատքը ճանաչողություն է, սիրելիներ, հավատքը հեռուն տեսնելու աչքն է, որ Աստված տալիս է մեզ։ Բայց առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Առանց հավատքի Աստծուն անկարելի է, որ մեկը հաճելի լինի։ Հավատք չունես, Աստված չի սիրում քեզ, վերջ, չի ընդունում քեզ, այդ առումով։ Եթե հավատաս, կսիրվես, հաճելի կլինես և կփրկվես։ Չհավատաս, այդ սերը քեզ ոչ մի օգուտ չունի, կգնաս դժոխք։ Հավատքը Աստծո խոսքի հնազանդվելն է։ Համաձայն եք։ Դարձյալ շարունակեմ։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. Աստծո ուզած գործը այս է, որ հավատաք նրան,
ում նա ուղարկեց։ Աստված պահանջում է, որ մենք ինչ-որ գործ անենք։ Եվ Հիսուսին հարցրեցին, ինչ անենք, գործ ասա անենք։ Աստծո ուզած գործը իր ուղարկածին ինչ հավատալն է։ Եթե չհավատաս եւ չընդունես, քո մնացած արած գործերը ոչինչ չարժեն։ Տալիս եմ ինչ որ Աստված ուզում է, վերցնում եմ ինչ որ Աստված տալիս է։ Սա է հավատքը։ Աստծո ուզած գործը։ Ուրեմն հավատքի որակն է կարևոր։ Եթե դու շատ հավատաս, բայց սխալ բանի հավատաս, անորակ լինի, դա մեծ հավատք չի։ Եթե դու քիչ հավատաս, բայց մեծ Աստծո վրա լինի քո հավատքը, այդ հավատքը արդեն ինչ կլինի շատ։ Առանց Աստծո քիչ, Աստծով շատ, շատ պարզ եւ շատ հստակ։ Եթե ամբողջ հավատքը ունենամ մինչև սարերն էլ տեղափոխելու, շատ է, չէ՞։ Բայց սեր չունենամ, որակը նայեք, ոչինչ։ Որակը ավելի կարևոր է։ Հակոբոս 2:19 պիտի ավարտեմ, դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում, դևերն են հավատում եւ սարսափում են, բայց ուզում ես իմանալ, ով փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է կամ մեռած է։ Հավատք, որ Աստված գոյություն ունի, քիչ է, փրկարար չի։ Պիտի դավանես, որ Աստված քեզ համար իր միածին որդուն ուղարկեց քո մեղքերի համար, ընդունես եւ որից հետո հավատաս, որ փրկվեցին։